Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Մինչ տարբեր հանրային ակտիվիստներ պատմում են անորակ կառուցած մանկապարտեզների եւ մսխումների մասին, կառավարությունը հերթական որոշմամբ 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի պատշաճ իրականացման համար կհատկացնի եւս 9 միլիարդ 6 միլիոն դրամ։ Վիճակագրական կոմիտեի նոր տվյալները փաստում են 2025-ի առաջին եռամսյակում 2024-ի նույն եռամսյակի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 5.7%-ով, կազմելով 298.879 դրամ։ Իդեպ Հայաստանի ամենաբարձր միջին անվանական աշխատավարձը Երևանում է 2025-ի առաջին եռամսյակում այն կազմել է մոտ 347.000 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 6%-ով։ 2024-ի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13 միլիարդ 608 միլիոն դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով տարեսկզբի համեմատ պետպարտքն աճել է 766 միլիոն դոլարով կամ 6%-ով։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Հայաստանի կառավարությունը 750 միլիոն դոլարի նոր պարտք է վերցրել։ 2025-ի մարտի վերջի դրությամբ դրամով եւ արտարժույթով տրված վարկերի ծավալները Երևանում կազմել են 4.5 տրիլիոն դրամ, որը 2024-ի մարտի վերջի համեմատ աճել է մոտ 29%-ով։ Եվ վերջում զբոսաշրջային թվեր։ 2025-ի ապրիլին Հայաստան է այցելել 123.705 զբոսաշրջիկ, 40.265-ով քիչ նախորդ տարվա ապրիլից։